Հիմա հաշվետվություն կոչված, որի ամեն դեպքում զորահանդես է, հա, ինքը հաշվետվություն ասում։ Սկսենք սկզբից, որտեվ ես փոքր ավելի մասնագիտորեն եմ ուշադիր եմ նայել։ Զրատանկային զորքեր գոյություն չունի պարզում է։ Հայաստանը զրատեխնիկա եւ տանկեր չունի։ Դուք այդ շքերթի ժամանակ չեք տեսել այդպես։ Գիտեք ինչու։ Որտեվ տանկը ինքը հարցակողական զենք է, այսպես, հա, իր բնույթը։ Ճեղքում ապահովել, հա, հետո հետևից հետևակնա գնում ինչ-որ տարածքների բնագծեր են վերցնում։ Մենք պարզվում տանկեր չունենք։ Ես քանի որ դա չկար, ինձ մի մտքի վրա այսպես ասենք, հա, բռնացրեցի, որ թե ինչ պիտի ցույց տա, ուղակի թե անուղակի սա համաձայնեցրել է Ալիևի հետ։ Այսինքն հանգարց մտնելով չանցնի մի հատ տանկ երևա։ Դե տանկը կարող է հարցակվի, տանկը ինչ-որ բնագծեր վերցնի եւ այլն։ Ցուցակը ուղարկել է, նայել երևի բան, հա, հաստատել է։ Դե տանկ չկա, բայց մենք տանկեր ունենք, չէ՞։ Այսինքն հետաքրքիր է, ասենք տանկերը ցույց ես տալիս, ինչ տանկ ունես։ Ընդ որում այդ տանկերը բոլոր ռուսական արտադրության են։ 70-ական, 80-ական, 90-ական թվականների տանկեր, այդ թվերին ստեղծած, բայց արտադրված, ասենք կարող է 2015 թվին է այդ նույն տանկը արտադրվել։ Այդ խելոք որ ասում էր 60-ական, 70-ականների զենք, ավտոմատ կալաշնիկով 50-ականներին է ստեղծվել, 50-ական, 60-ականներին, բայց դու այսօր այդ զենքը բռնում ես, չէ՞։ Կապ չունի երբ է ստեղծվել այդ 50-ական, 60-ական։ Հիմա է արտադրում։ Հիմա շատ հետաքրքիր, ուրեմն սկսենք այդ համազգեստից։ Այդ համազգեստի մասին չկա որից է խոսք, այդ քննադատությունը այն որ այդպես թափեց քննադատությունը սրանց վրա, թե ով է այդ Յուդաշկինն են այն աշխարհից գերեզմանից հանել բերել տվել, ասել են մի հատ էս համազգեստ այդ պետից անել տեղը այդ համազգեստի վրա չեմ ուզում այդ ութաթև աստղը կեցե ողջունել ուրայի փոխարեն ուրան երբ որ ինչ որ բան ես ասում ուրան ինչ է միայն բառ չէ քո մեջ այդ կուտակվածը այդ ձևով է դուրս գալիս իսկ կեցե Իսկ ողջունի ինչ ձև, ոչ մի բան։ Հիմա շատ հետաքրքիր, ուրեմն սրանց զորատեսակներն ու տեխնիկաները։ Գիտեք, մի այսպիսի օրինակ բերեմ, ասենք օրինակ դուք գնում եք արտասահմանյան մեքենա, ցանկացած մեքենա, պայմանագիր եք կնքում, որ ասենք BMW եք գնելու, մեկ էլ այդ BMW-ն, որ մեքենայի վրա իր լոգոտիպ ունի, իր նշաններ ունի, այդ բոլորը հանում եք ու դնում եք, ասենք Անժելա։ Ու քաղաքում ան եք գալիս, ասում եք այս Անժելա տիպի հայկական արտադրության մեքենա։ Կողքից նայում են մարդիկ ասում չէ, ոնց որ BMW է, էլի։ Հիմա ուրեմն ռուսական արտադրության կարևորագույն զինատեսակները, այո, որը Սերժ Սարգսյանի ժամանակ է գնվել, եւ նաեւ դրանից առաջ է Ռոբերտ Քոչյանը։ Հիմա կարևորագույն զինատեսակների մասին ասեմ, տերմոբար զինամթերքով, որը շատ մեծ պայթյուն է առաջացնում եւ մոտ 2-2.5 հազար աշճան բարձր հալածվում է։ Այդ շմել տիպի 1 կիլոմետր հեռավորության վրա հետևակն է աշխատացնում, շատ կարևորագույն, մենք ունենք այտենց ռադիացիոն քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերով մցրեց։ Մեկ էլ տոս-մեկան այդ սոնցեպոկներն են, որոնք խիստ էֆեկտիվ աշխատում են Ուկրաինայում, սա ռուսական։ Տորերը հոպերից, տորը 2 կայեմերը որը զենթա հրթիռ կայանները լավագույնս իքնաթիռներ, ուղաթիռներ, թևավոր հրթիռներ, հակալոկացիոն եւ այլ կառավարվող հրթիռներ, կարևորագույն օբյեկտների հոբ պաշտպանություն, սա աշխարհում լավագույնն է, սա էլի նախկինների ժամանակա։ Հիմա մեկ էլ սկսում է ընդ որում ասեմ ձեզ, հայրենական արտադրությունը ինքը բոլոր տեղերը ասում էր, ինչն է հայրենական արտադրությունը։ Դա էլ է Սերժ Սարգսյանի ժամանակը։ Հիմա Անուտաշյանն ինչ որ եղել է իր ժամանակը։ Հիմա ասեմ ձեզ, այդ հայրենական արտադրությունը հիմնականում անօթաչուներին է, այստեղ կհասնեմ, բայց ինչ է, մեկ էլ պարզում է, որ գայլ ռոբոտային համակարգ։ Նայում ես այդ գայլը ինքը անունը գայլ են դրել, բայց այս ռոբոտային համակարգը միտեղից գնված է, անգամ մեր երկրի քաղաքացիները այդ նույն գայլի նմանատիպ այլ երկրում ոնց են օգտագործում։ Այսինքն դեղից գնել է, վրան դրել է գայլ, կարևորը այստեղ ռազմարդյունաբերական համալիրն է արտադրելու, պատկերացնում եք ինչ գումարներ է ատկատներով դուրս։ Լափել ոնց որ ինքը։ Հիմա ռադիոէլեկտրոնային պայքարի զորքեր, մառախուղ համալիր։
Ոչ մի պարամետր չի ասում, այսինքն ես որ կարողանամ գնահատեմ, թե այդ մառախուղ համալիրը, ասենք, տակտիկական, տեխնիկական բնութագրեր, դա գաղտնիք չի։ Ցանկացած երկրից զենք որ առնում ես, այդ բնութագրիչները բաց է։ Քանի կիլոմետր, ընդ որում անօթաչու թռչող սարքերի պարամետրերը ասում էր։ Գաղտնիք չի ասում է, թեև կարայր եւ չասեիր։ Բայց կարևորը որ այս ռեփ զորքերում մառախուղ համալիր, օդային թիրախների հայտնաբերում, ռադիոճնշում, ռադիոհետախուզություն։ Չի ասում հայնական արտադրություն, որտեղ չի ասում, սա BMW-ի իմ օրինակն է, ինչ որտեղից առել են, անունը փոխել են, նպատակը որն է, ասենք, մի քանի տասնյակ զենքերի անունները փոխում են, հայկական են դարձնում, որը հայկական չի, որտեղ չի ասում հայնական արտադրություն։ Նպատակը հետևյալն է, մարդկանց մոտ, որոնք երկար չեն խորանում, հայկական անունները որ լսում են, վստահաբար ասում են հայկական արտադրության, համաձայն եք։ Այսինքն դուրս է գալիս այդ մեր երեկվա շքերթը հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի արտադրած զենքերն է, ռադիոճնշման սլակ, Աստված գիտի որ երկինն է, հա, կարևորը ֆրանսիական բաստիոնները մտան, ընենց է ներկայացնում այս բաստիոնները, ես հիշում եմ բաստիոնները, որ տայել էին Ուկրաինա, անձնակազմի տեղափոխման մեքենա ընդամենը մի քիչ զրահապատ։ Ուկրաինացիք ասել են, ձեր բաստիոնները արեք ու սեղեք ստեղից, որտեվ անգամ ռագատկով կարանք խփենք, ծակենք, այսինքն սովորական զենք այդ պաշտպանիչ շերտը, այդքան է պաշտպանիչ չի, ընդամենը դրա վրա 12.7 մմ դրամագծով ասենք գնդացիր է դրած, ոչ ավել, ոչ բան, Երևան քաղաքի փողոցներում կարա պտտի, ու մնաց ընենց են ներկայացնում, թե ոնց կգնա, ինչ տեղանքներով եւ այլն, հեքիաթների դաշտից, հիմա գալիս ենք, հոբ զորքեր միակ եղածը, այդ տորերն է, ռուսական տորը մերկուկայինները, կարիչ զենիթահրթիռային համալիր, ով է այս կարիչը, որտեղից են բերել, ինչ որ երկրից առել են, պարամետր չի ասում, Չէ, 25 կիլոմետր բարձրություն, 8 կիլոմետր հեռավորություն, 4 օբյեկտի միաժամանակ խոցում, բայց չի ասում սա հայնական արտադրություն, հաջորդը լուսան զենիթահրթիռային համալիր, ով արտադրել, որ երկրին է, որտեղից է կոպեկներով բերել, ինչ արել, Վահան 200 ռադիոլոկացիոն կայան, ում երկրին է, անունները, բայց հետաքրքիրը, հա, զենթային եւ հրետանային զորքերում, կորվետ եմ, սովետական, բոլորը գիտեն, կորվետի պարամետրերը գիտեն, հստակ գիտեն ինչա։ Նիզակ հակատանկային կառավարվող հրթիռ։ Ով է, ինչա չի ասում հայնական արտադրության։ Այ հիմա հայնական արտադրություն սկսում է ականնետերից։ Հրազդան Սևան անունով։ Ուրեմն ես հիշում եմ 88-89 թվին առաջին անգամ Հայաստանում ուրեմն ականաների փամփուշտ եւ այլն տրամագիծն է ասում, արկի։ Դա ստանդարտներ է, էլի։ Դու արտադրում ես այդ խողովակը այնպես ես վերցնում, որ դրա տրամագծից դրսից որ բերես արկեր, օրինակ ականնետի, որ ընկնի քո ականնետի վրա։ 88-89 թվին արտադրվում էր Հայաստանում։ Ես մեջ եղել եմ դա համար, ուրեմն մի լավ գործարան կար Ջրվեժում, որը Գերմանիայից ստացել էր եսիմ քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ խողովակներ, շատ լավ խողովակներ, տրամագիծը անկապ։ Եվ մեր վարպետները սկսեցին արկեր եւ այդ խողովակը որպես ականնետի խողովակ սկսեցին արկեր արտադրել եւ Հայաստանում լցվեց, բայց ոչ ստանդարտ տրամաչափ է, ուղղակի այդ բանը մենք այդ խողովակ ունենք։ Այս հայնական արտադրության հրազդան սրան որ ասում եմ, ես մտածում եմ, որ ինչ որտեղից խողովակ են ճարել էժան։ Դրա հիման վրա ականնետ են սարքել։ Հիմա եւ գանք ամենակարևորը թե այս մեր հին աստվածությունների դիցարանի բաներին աստվածներին խի են հանել մայրուղի։ Էլ տորկ, էլ միհր, էլ արամաստ, էլ շանթ անունները, կարևորը անուններն է։ Ուրեմն հաուբիցներն են, դրանք 155 մմ-անոց, 122 մմ-անոց եւ այլն, բայց որտեղից է եկել։ Դու արտադրում ես, այդ ուզում էր ասել, որ մենք արտադրում ենք, սուտ է։ Ոչ մի 155 մմ-անոց չկա։ 122-ի վերաբերյալ ասեց Ատլանտ անունով հայնական արտադրության մնացած անունները փոխած։ Փայլացու ռադիոլոկացիոն հետախուզական կայան, ով է, ինչ է, որտեղից ոչ մի տվյալ չկա եւ սկսում է անօթաչու թռչող սարքերի արտադրությունը։ Բոլորը հայնական է, պարամետրերը ասում է, բայց ես ուզում եմ այդ ամենավերջինը ասեմ։ ԱԹՍ աղեղ ասում է հայնական արտադրության եւ պարամետրներն ասում էլ ինքը ամենամեծն է 2000 կիլոմետր
խորություն 28 ժամ օդում է 8600 մետր բարձրության վրա է 2000 կիլոմետր շարավով աշխատում հրաշալի է բայց չինական CH4 անօթաչուն է ուղղակի անունը դրել ենք աղեղ ինչ է եղել եւ սովետական արտադրության ավիացիոն զորքերում ուղղաթիռ մի 17F եւ ինքնաթիռ Su-35 եւ Su-25 բայց այդ Su-30-ները էլի առանց հրթիռների այդ են Su-երն են որի վրա Փաշինյան Նիկոլը սելֆի էր անում հիշում եք 18-19 թվին նույն տարբեր աղբյուրներ ասում են որ չկա լավ հիմա այստեղից ինչ եզրակացությունը նախ մարտական դրոշների հետ կապված շատ վիրավորական է որտեղ այդ մարտական դրոշը պատերազմներով արյունով ողողված դրոշներ է իդեպ ամբողջ զորամասը կարող է որը դրոշ ունի բոլորը զոհվեն մի հոգի կիսամեռ վիճակով դրոշով այդ զորամասը վերականգնում է համալրվում է չկա դրոշ զորամասը կա զորամասը լուծարվում է այդ մարտական դրոշները հենց այնպես չեն ինչ որ մի դերցակ չի կարել տվել հիմա այս բոլոր դրոշները կարմիր իսկ կարմիրի խորհուրդը մենք արյան խորհուրդն է եւ վերջին հաշվով դրոշը մարտի դաշտում նաեւ հաճախ զինվորները որ պահում են արյունով է հա ներկվում բոլորը այսպես փոխվել են կապույտ թխի կապույտ այդ որ երկրում է կապույտ մարտական դրոշ պատկերացնում եք ես օրինակ առաջարկում եմ եթե գույների զանազանություն կա օրինակ ինչ են ոտնահարում օրենք նույնասեռականների իրավունքը թող ասենք միաժամանակ այդ դրոշի մի մասը լինի ծիածանի 6 գույնանոց ուրեմն 7-ից 6-ը դա միասեռականների դրոշն է դա էլ կպցնեն բա մարդկանց իրավունքները խեն ոտնահարում վաղը մեր բանակը դա կունենա այսինքն այս մարդկանց այդ արծվի բանի զինանշանի պահով չեմ էլ ուզում խորանա Եվ ասածս ինչ է, ես ասում եմ, չէ, որ ինքը ասում էր մեր ժողովրդի պատմությունը սկսում է Իրանով, ընթանում է Իրանով եւ ավարտվելու է Իրանով։ Ինքը մեր պատմության ալֆան ու օմեգան է։ Ինքը իրան համեմատում է Արտաշեսյան դինաստիաներից Արտաշես թագավորի, Պապ թագավորի հետ, հետո տես մի հատ հպանցիկ sense թռիչքով գալիս է Արամ Մանուկյանով բանով, մեկ էլ Նիկոլ Փաշինյան։